Պարոն Փաշինյան, ինչու են պարբերաբար շրջանառում, որ դուք սպասարկում եք ներեցեք Բաղրամյան 26-ի շահերը։ Ով է շրջանառում։ Տարբեր հարթակներում ազգային ժողովում այդ մասին նաև Դավիթ Հարությունյանը հիշում եք ակնարկեց, հետո ասաց, որ ինքը կոնկրետ հավատում է։ Ես եթե պետք է լինի Դավիթ Հարությունյանի մասին այնց ակնարկներ կանեմ, որ ինքը գուցե թե այդ ակնարկներից հետո դժվարություն կունենա խոսելու։ Իմ մասին ակնարկներ անողները ընդհանրապես կարող են ակնարկներ անել ընդամենը, ինչպես յուրաքանչյուրի, բայց դա որևէ կերպ չի ազդել, չի ազդում եւ չի ազդի իմ գործունեության մասին, որովհետեւ իմ ամենակարևոր ակնարկները ես ստանում եմ փողոցներում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ շփվելիս, ամեն օր նրանց տեսնելիս, ամեն օր նրանցից ուղերձներ ստանալիս եւ ամեն օր նրանց ուղերձները ազգային ժողովի ամբիոնում եւ ազգային ժողովում իմ աշխատելու ընթացքում իրականացնելիս։ Ես հարց եմ տալիս, էլի եմ ասում, այդ որ դուք ասում եք լուրերը, ինչու են դրանք Facebook-ում հայտնվում վճարովի գովազդի տեսքով։ Ես այս հարց եմ տալիս, ովքեր են վճարում դրանց համար։ Ովքեր են վճարում։ Տրամաբանությունն է, չէ՞, որովհետև ես իշխանության հետ խոսում եմ կոնկրետ փաստերով։ Այդ փաստերը հնարավոր չի հերքել։ Հիմա որ մարդը հնարավոր չի հերքի, ինչ պետք է ասի լավ, դե որ տենց է ես գնացի, պետք է այդ լուրեր տարածի։ Թող տարածի եւ ես որևէ բարդություն չունեմ այդ լուրերի հետ։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ազատ է, ինքը ով ուզում այդ հարցի պատասխանները ստանալ, կարող է ստանալ։ Սերժ Սարգսյանի վերջին ելույթին ինչպես եք վերաբերում։ Սերժ Սարգսյանի ելույթին ու ընդհանրապես Սերժ Սարգսյանի ես ձեր ասած տրամաբանության մեջ չեմ վերաբերվում ընդհանրապես։ Համագործակցության մասին ինչ եք մտածում դաշնակցության եւ հանրապետականների։ Որտեւ ասվում է, որ խորհրդարանական ընտրություններում կարծես թե տեղերը ապահովելու համար դաշնակցությունն այս քայլին գնաց, այլ սցենարել է շրջանառվում Քոչարյանի հետ կապված մասնավոր։ Ես ընդհանրապես սովոր եմ մեկնաբանել եւ մտածել եւ ժամանակ տրամադրել մեր գործունեության կազմակերպմանը։ Մենք այդքան ժամանակ չունենք, որ դաշնակցությունը, հանրապետական կուսակցությունը, այն 3+2 ֆիլմի մեջ ինչպես է ասում, կներեք հիմա հիշեմ ճշգրիտ ասում է влюбляйтесь, женитесь, топитесь, море рядом։ Ինչ ուզում են թող անեն։ Շնորհակալ